Արտահերթ հարցի իրավունքով ես հանդես կգամ, պարոն Վարդևանյան, գրանցվածել եմ մի քիչ շուտ կտամ ուղղակի, որ կոնտեքստի հետ համապատասխանի։ Ասում եք, ձեր գործընկերների բնորոշմամբ քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի ձայնագրությունը, որում հիշեցնեմ վերջինս ասում էր, որ իրենք ձեռք են բերել աստղիկներ, որ այդ աստղիկները ոչ թե ծակում են մեքենայի ակը, այլ ճղում են մեքենայի ակը, որ այդ աստղիկները պետք է շախտան Երևանի փողոցներում, կոնկրետ պլանավորման մասն էր խոսքը, որ կոնտեքստում է ասվել, որից որ կտրված այդպես նենգաբար ներկայացվել է հանրությանը, որ կոնտեքստում է ասվել, օրինակ չգիտեմ, ասվել է, որ դա պետք է անել օրինակի համար Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված մի երկրի մայրաքաղաքի փողոցներում, թե ասվել է, որ դա պետք է անել ինչ-որ դերային խաղի ժամանակ, որը էլի ինչ-որ տենց մարդու ֆանտազիա կարա լինի, կարա չլինի, որ պարագայում է դա, որ կոնտեքստում է դա ասվել, պարոն Վարդևանյան, որ դա կոնտեքստից կտրված է, դա մեկ, եւ երկրորդը, արդյոք չեք կարծում, որ կատարյալ արժեզրկվում է կատարելապես քաղբանտարկյալ բառը որպես այդպիսին, երբ ամեն քաղաքականությամբ զբաղվող մարդու, որը որ անցնում է քրեական գործով, կալանավորվում է կամ ենթարկվում է տնային կալանքի, առանց բացառության ամեն ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքական գործչի, որի նկատմամբ հարուցվում է գործ եւ կիրառվում է խափանման միջոց, առանց բացառության, այսքան ժամանակ մեկը չի եղել, որին դուք կամ ձեր գործընկերներից որևիցե մեկը կամ բոլորդ միասին չանվանեք քաղբանտարկյալ։ Շնորհակալություն։ Նախ առաջին հարցին, շնորհակալ եմ։ Իսկ օրինակ դուք բոլորդ համոզված եք, որ նշված ձայնագրությունը օբյեկտիվ իրականության մեջ հենց այդպես է տեղի ունեցել։ Չէ, տեսեք, հարգելի գործընկերներ, մենք կամ հավատ ունենք իրավական process-ի նկատմամբ, կամ չունենք։ Հավատը ո՞րն է։ Ցանկացած ապացույց դատարանում հետազոտվում է։ Դրանից հետո, երբ այն անթույլատրելի չի ճանաչվում, դրա սկզբնաղբյուրը լինում է պատշաճ, նոր դրանից հետո դա դառնում է իրականություն։ Հիմա կամ դա հարգում են, կամ չենք հարգում։ Իդեպ գիտեք միջազգային փորձում ինչի դուք այլ գործերով տենց ձայնագրություններ չեք տենում։ Այդ չեն հրապարակում։ Որովհետև գիտենք դա կարող է ապացույց չի։ Օրինակ դուք Դոնալդ Թրամփի քրեական գործից տեղեկացված եք, չէ՞։ Ձայնագրությունը ինչի հրապարակված չի։ Դուք գիտեք չէ ինչերի է վերաբերում։ Շորթումից մինչև կաշառք ընտրական գործընթացի։ Ձայնագրությունները հրապարակվել են, ոնց է օրինակ պարոն Դոնալդ Թրամփը շփվում իր փաստաբանի հետ։ Դուք գիտեք, որ Դոնալդ Թրամփի փաստաբանը հետո իր դեմ ցուցմունք է տվել։ Բայց ոչ մեկ չի ասում Դոնալդ Թրամփի փաստաբանի տված ցուցմունքը վերջնական ճշմարտություն է։ Հղում էլ չեն տալի։ Բայց ինչի է տենց։ Կարող է, որովհետև կա due process, պատշաճ իրավական գործընթաց։ Թե ընդել չկա, ընդեղ ուղղակի ուրիշ սխալ բան են անում։ Եկեք բոլոր դեպքերում իրավական process-ի նկատմամբ հարգանքով վերաբերվենք։ Ես դա այդ մասով կպատասխանեմ։ Աստղիկների հետ կապված։ Դուք գիտեք, որ դա իրականությունը չէր։ Չէ, գիտեք թե չէ, զուտ ուղղակի ուզում եի հարցնել, չկա տենց բան։ Աստղիկներ չկան։ Հա, այսինքն մի բան հարցնեմ, հարգելի գործ։ Տեղից մի արձագանքեք, սիրելի գործ։ Դուք պատկերացնում եք, որ քրեական գործերը դա մարդկանց միջև խոսակցություններն է։ Ձեզ տեղեկացնեմ ուղղակի, կան հենց ձեր իշխանության ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, որ ասում է զուտ խոսակցությունը երկու անձի միջև, նույնիսկ ցնցող բովանդակության, շատ վատ բովանդակության, քննադատելի, պարսավելի բովանդակության, դա հանցանք չի, որովհետև եթե զուտ մարդիկ խոսում են, դա հանցանք չի, դա ձեր իշխանության ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներն են ասում։ Ինչ վերաբերում է քաղբանտարկյալ եզրույթին, սիրելի հայրենակիցներ, առիթը օգտագործելով, քաղբանտարկյալ եզրույթի համար կապ չունի անձը զբաղվում է քաղաքականությամբ, թե չի զբաղվում։ Հարցը հետևյալն է, անհավասար պայմաններ են ստեղծվում, մեկի դեպքում օրինակ կալանք չի կիրառվում, մեկի դեպքում կիրառվում է, քաղբանտարկյալ է։ Սա է Եվրոպայի խորհուրդը ասում։ Եթե ուրիշ բանաձև եք ուզում առաջարկենք, որ շրջանակը նեղացնենք, առաջարկեք։ Պարոն Վարդևանյան,
3 րոպե խոսեցիք, այդպես էլ չասեցիք այն կոնտեքստը, որից որ կտրված էր կոնկրետ այդ հատվածը, որտեղ ձեր գործընկերների բնորոշմամբ քաղ բանտարկյալ Արթուր Սարգսյանը խոսում էր այն մասին, որ պետք է աստրիկներ շախտալ Երևանի փողոցներում, որոնք որ ոչ թե ծակում են մեքենաների ակերը, այլ ճղում են դրանք ու փաստացի, եթե այդ նկարագրված գործողությունը տեղի ունենում, առաջացնում են քաղաքացիների կյանքի եւ առողջության համար վտանգավոր իրավիճակ, պարոն Վարդևյան։ Շնորհակալ եմ հարցի համար։ Չէ, չեմ ավարտել, պարոն Վարդևյան։ Բայց միջև այդ ասում եք երկու հոգու միջ աստրիկները չեն գտել։ Դա նույնն է, ոնց որ երկու հոգի իրար հետ խոսան, մեկն ասի, դե ատրճանակը կտած, որ վաղը Պողոսին գլխից գնդակահար է, այդ ձայնագրությունը լսվի, մեկը լինի օպերատիվ հսկման տակ, այդ ձայնագրությունը լսվի, բնականաբար իրավապահ մարմինները գնան այդ ասողին ձերբակալեն, որպեսզի սպանություն թույլ չտան, ատրճանակը չկարողանան գտնել։ Դուք գաք այստեղ ասեք, բա ատրճանակը չգտաք, հարգելի գործընկերներ, թեև մարդը հստակ գծել էր, որ ինքը ուսումնասիրել էր, որ Պողոսը տնից դուրս է գալի ժամը 5-ին, ժամը 5-ին իրան բռնելու համար ինքը պետքա գնա, այստեղ նստի, այստեղ դիրքավորվի, այս մի բան անի, այս ժամին մութ ընկնի ու տենց։ Շնորհակալություն։ Եթե թույլ տաք մի քանի վայրկյան էլ ավել, ես պատասխանեմ։ Հիմա պատկերացրեք իրականությունը ինչպես է լինում սիրելի հայրենակիցներ նման դեպքերում, երբ օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում նման ձայնագրություն է օրինակ ի հայտ գալի իրավապահ մարմինի մոտ։ Ոչ թե ձերբակալման որոշում է կայացվում, այլ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվում։ Օրինակ նկարագրված իրավիճակում սկսում են հետևել այդ մարդուն։ Ինքը գնում է իրապես զենք վերցնելու, թե օրինակ գնում է պաղպաղակ ուտելու, որովհետև կարող է կներեք արտահայտությանս համար, բայց գլուխ է գովում խոսակցության ընթացքում։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև օրինակ աստղիկներ այս ամբողջ քրեական վարույթի ընթացքում ձեռք չի բերվել, բայց թե իրականում շարժառիթը ո՞րն է եղել, ֆանտաստիկ լուծում ունեմ, որովհետև օրինակ այս վերջին օրերին, ամիսներին տարբեր ձերբակալումների կալանքների շրջանակներում մեկը դատարանում ուղիղ ասեց, որ գլուխ էր գովում։ Ուղիղ։ Ձեր հրապարակած ձայնագրություններից մեկն էր դատարանում եկավ ասեց, ինչ է ի նկատի ունեցել, ասեց գլուխ է գոված։ Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին։ Լուծումը տան պարոն Ալեքսանյան կոնտեքստը բացահայտելու։ Ամենասպառիչ կերպով։ Եկեք հիմա 20 րոպե շուտ ընդմիջենք, Արթուր Սարգսյանի մասնակցությունը ապահովենք, ելույթ էլ ունենա ի վերջո իմ հարցով, չէ՞ որ պաշտպանել եմ այսքան ժամանակ իրան, ընկեր ենք ի վերջո, 20-30 վայրկյան ավել խոսեցիք արդեն, բայց նիստին ապահովելը բացառապես կբխի սահմանադրության և սահմանադրական դատարանի մենք ձեզ լսեցինք։